Շնորհակալություն Տիկին Գալյան։ Հիմա այս նախագիծը եւ նրա ընդունման պարագայում նշանակում է մենք վստահ կասենք, որ քրեական գործերով վերաքննիչ դատավարությունները 1 տարուց ավել չեն տևի։ Պարոն վարչապետ, 6 + 4 10 ամիս ավել։ Դա կանոնն է։ Ես կարծում եմ ձեր հարցը միտված է նաև նրան, թե ինչ կլինի, եթե դրանք տևեն 10 ամիս եւ ավել, որովհետեւ պրակտիկայում նման դեպքերը մենք չենք կարող բացառել։ Նման իրավիճակներում գործի քննության հետ կապված որևէ բան տեղի չի ունենա, որովհետև ժամկետի սպառումը չի ենթադրի, որ քրեական գործի քննությունը այդ փուլում կավարտվի, ոչ, պետք է դատարանը միևնույնն է որոշում կայացնի, այսինքն կողմերի համար նշանակություն չի ունենա, բայց դատավորի համար միանշանակ կունենա նշանակություն կարգապահական պատասխանատվության տեսքով։ Այսինքն պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչի է 10 ամսից ավել դատավարությունը տևել։ Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է։ Այո, եւ ոչ միայն, որովհետեւ սկզբունքը հետեւյալն է, ցանկացած դեպքում պետք է տևի 6 ամիս, ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի եւս 4 ամիս գործի քննությունը երկարացվի, եւ եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց։ Շատ լավ, կան հարցեր, դիտարկումներ։ Չկան։ Ըստ այդմ դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։